Մայիսի 25-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց նորաոց սրբազան հայրերին։ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանին, Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանին, Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին և Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանին։ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորեց նրանց եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առթիվ և մաղթեց արդյունավոր առաքելություն առաքելական Սուրբ եկեղեցու պայծառության հայրենիքի շինության համար։ Նորին սրբությունը հորդորեց սրբազան հայրերին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել ազգային հոգևոր կյանքը զորացնելու, մարդկանց հավատ և հույս ներշնչելու համար։ Յուրաքանչյուր առիթ վեհափար հոր հետ առնչվելու մեզ մի յուրօրինակ խթան է մեր ծառայության մեջ։ Եվ այս իմաստով նաև մեզ համար շատ դեպքերում օրինակելի և ոգևորիչ է վեհափար հոր ծառայությունը, նախանձախնդրությունը, անձնդիր ոգին հանդեպ մեր եկեղեցին, հանդեպ մեր պետությունը, պետականությունը, ժողովուրդը և բարին Աստված։ Ինչ վերաբերում է եպիսկոպոսությանը, եպիսկոպոսությունը ըստ էության հոգևոր հայրություն է, որը օգնում է, որպեսզի մարդիկ իրենց մեջ գտնեն կամ վերագտնեն Աստուծո ձայնը կամ Աստուծո ներկայությունը։ Եկեղեցու բարձրագույն աստիճանն է, անշուշտ շատ պարտավորեցնող և նաև օրհնաբեր ծառայության առհավատչա։ Նորաոց սրբազանները ձեռնադրությունից և օծումից հետո մատուցում են Անդրանիկ եպիսկոպոսական պատարագը։ Մայիսի 25-ին Մայր տաճարում պատարագ մատուցեց Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։ Յուրաքանչյուր հայ հոգևորականի համար մեծ պատիվ է միացնային ժողովրդին պատարագելը, որտեղ որ Աստծո և մարդու հանդիպման վայրն է։ Եվ բնականաբար նոր հանգամանքում արդեն իսկ որպես եպիսկոպոս ինձ համար ուխտի պատարագ էր։ Շնորհակալություն հայտնելու Աստծուն այսօրվա համար, իմ ծնողներին, հարազատներին, բարեկամներին, միաբանությանը և հատկապես վեհափար հայրապետին, որ արժանի գտավ և արժանացրեց այս բարձր կոչմանը։ Մեզ համար, ինձ համար հատկապես այսօր ուխտի պատարագ էր, վերանորոգության, այլակերպության։ Մենք երեկ ստացանք հոգեգալստին Սուրբ Հոգու շնորհները յոթնարբյան, բայց նաև բարձրացանք մեր մտքով Թաբոր լեռը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին և ուխտեցինք, որ պիտի շարունակենք անսակարկ ծառայել մեր եկեղեցուն, մեր Տիրոջը և ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր ծառայությամբ, մեր նվիրվածությամբ, մեր կյանքով իսկապես դառնանք փառքը հյուսենք մեր եկեղեցու և արժանի դառնանք մեր հայրերին, որովհետև նրանք ապրել և գործել են ի սեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու և ի պայծառություն հայոց պետականության։ Եպիսկոպոսական կոչումը որպես նվիրապետության բարձր աստիճան ենթադրում է առավել մեծ հանձնառություն և պատասխանատվություն։ Եպիսկոպոսությունն ինքնին ծառայական խաչ է, որը Տիրոջ մշակը ստանձնում է իջման Սուրբ Սեղանի առջև, ծնրադիր ուխտելով կյանքը անմնացորդ ընծայել եկեղեցուն, նշեց վեհափար հայրապետը օծման հանդիսավոր արարողության ժամանակ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տարիներին հայոց եկեղեցում 47 եպիսկոպոս է ձեռնադրվել և օծվել։